Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանն է, բարև ձեզ տիկին Ղազարյան։ Եվ այսպես ավելի քան 21 միլիոն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա, այդպիսի մանրամասներ քննչական կոմիտեն ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի գործից։ Տիկին Ղազարյան, առհասարակ ընդդիմությունը սա որայկեց հաշվեհարդար, Բարգավաճ Հայաստանից հայտարարեցին, որ եթե իրենք չմասնակցեն ընտրություններին, այս ամեն ինչը այսպես չէր զարգանա։ Գիտեմ, որ նման խոսակցություն լինելու էր, գիտենք, որ երբ սկսվեց իրավիճակը, այսպես իրավական համակարգը սկսեց աշխատել, այդ գործողությունները մի օր առավոտյան արթնացանք եւ տեսանք մի թափ են ստացել, ես արդեն հասկացա, թե լրատվականներն ու ընդդիմադիր դաշտը ընդհանուր առմամբ ինչ վերնագրերով են հանդես գալու, ինչ խոսույթ են զարգացնելու, բայց ցանկացած ժամանակ, եթե այս ամեն ինչը լիներ, իսկ այս ամեն ինչը սпасելի էր, որտեվ ժամանակագրությունը, որ նայում են 22-ից 24 թվականին առանձնապես խոշոր չափով խարդախության եւ փողերի լվացման գործով է հիմա այս ամբողջ քրեական վարույթը իրականացվում եւ բավականին երկար ժամանակ էր, որ քննություն էր իրականացվում, պարզապես հենց հիմա հասունացավ երևի թե պահը իրավական համակարգը, որպեսզի գնա եւ նման գործողություններ իրականացնի, բայց եթե մենք մի պահ մոռանանք, որ դա եղավ ընտրություններից հետո եւ դա իրականացվեր ընտրություններից առաջ, լինելու էր այլ որակի վերնագրեր եւ խոսույթ, այս անգամ էլ հիմնական մրցակիցը Գագիկ Ծառուկյանն էր, նրան ոչնչացնելու համար կամ դաշտից հեռացնելու համար են այս գործողությունները իրականացում, այսինքն այստեղ մենք ինչ ենք անում, հեռանում ենք բովանդակային առումից, թե ինչի համար է գործը հարուցվել եւ գնում ենք, փորձում ենք դա ներկայացնենք որպես քաղաքական ինչ-որ գործողություն, բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ բավականին ինչքանով որ ես եմ տեղյակ, մոտ եթե մի 2 տարի սրա մասին խոսացվել է, ընթացքում երևի փորձաշրջան, փորձաքննություններ եւ այլն են անցել եւ իրավական համակարգը հասել է այն պահին, որ իրականացրել է այս գործընթացները, այսինքն երբեք չեն կարող ունենալ լավագույն ժամանակաշրջան, որի ժամանակ կգնային այս process-ի հետևից եւ դա չէր դառնա քաղաքական խոսույթ կամ քաղաքական հաշվեհարդարի նմանվող վերնագրեր կամ խոսույթ ընդդիմության դաշտում, էլի։ Տեսեք, որովհետև նույն ընդդիմադիր դաշտում հենց կա այդ խոսույթը, որ եթե Գագիկ Ծառուկյանը համաձայնվեր նույն մանդատների առումով, որ լիներ ՔՊ-ի կողքին պարլամենտում կամ առհասարակ չմասնակցեր ընդդիմությանը, ապա դեպքերը այսպես չէին զարգանա։ Դե բնականաբար նման էլի եմ ասում, սпасել էր ընդդիմադիր դաշտում նման խոսույթ զարգացնելը, բայց ես վստահ ասում եմ ձեզ, որ նման process էլի կզարգանար անկախ ամեն ինչից, անկախ ինչպիսի process, մենք բազմիցս այս 8 տարիների ընթացքում տեսել ենք նաև, որ process-ներ են իրականացել նաև մեր թիմակիցների հանդեպ, մեր կողմից մարդկանց հանդեպ, եթե մարդիկ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ մենք դրել ենք այդ սկզբունքը, կապ չունի այդ մարդը իշխանամետ է, իշխանամետ չի, ընդդիմադիր է, ընդդիմադիր չի, եթե հասնում է օրենքի առաջ կանգնելու ժամանակը, պետք է կանգնի օրենքի առաջ։ Մենք միշտ մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս արտոնություն ունեցող մարդիկ չկան։ Մենք այս տաղավարում էլ ենք խոսել։ Բոլորին անընդհատ ինչ-որ բան պիտակ ենք կպցնում, մեկը եկեղեցավոր է, մեկը հոգևոր է, մեկը հղի է, մեկը կին է, մեկը էս, մեկը այն, բայց երբ որ հանցագործություն ենք իրականացնում, հանցանք ենք գործում ու գիտենք օրենքը մի օր գալու է մեր դռան դեմ, դառնում ենք բան։ Այսօր առավոտյան տեսակ հուսարկություն եւ նաև Արեգնազ Մանուկյանի հանդեպ հիմա այլ խոսույթ է էլի զարգանալու, կիներ, կնոջը տարան եւ այսպես տարան, այնպես տարան, այս process-ները ամբողջ նորից հեսա կսկսեն խոսել էլի հաշվեհարդարի որ կիներ կնոջը չպետք է տանեն, տղամարդը տղամարդուն պետք է տանեն։ Ոչ, իհարկե ոչ, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ես կարծում եմ կինել, տղամարդել, բոյովել, կորոտել, հոգեվորել, ոչ հոգեվոր, բոլորին էլ մոտեցումը պետքա լինի նույնը։ Տիկին Ղազարյան, իսկ դուք տեսել եք Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու այդ գործընթացին առնչվող կադրերը։ Իհարկե։ Եվ տեսել եք համացանցում վստահաբար ինչ գրառումներ կան, որ դա շոու էր, որովհետև մարդը ինքնակամ գնում էր եւ իրեն պարկեցնում են, հատուկ նամադրված ինչ-որ շոու են սարքել։ Գիտեք, անընդհատ մի խնդիր ունենք համացանցում հատկապես, երբ որ մի ինչ-որ գործողություն է տեղի ունենում, մենք փորձում ենք բոլորս դառնանք այդ գործողության մասնակետը։ Հիմա շատ կարճ տեսակրություն է, ինքս էլ չեմ կարող վստահ ասել, արդյոք դիմադրություն եղել էր, թե չէ, արդյոք պետք էր նման կերպով նրան տեղափոխել, թե չէ։ Իհարկե տեսարանը տհաճ է, ցանկացած մարդու համար առաջին ռեակցիան տհաճություն է առաջացնում, որ նման կերպ են մարդուն բերման ենթարկում, բայց պետք է այստեղ հասկանանք, գուցե եւ եղել է դիմադրություն, այդտեղ մենք ձայն չենք լսում, մենք երկար այդ ռեպորտաժը չենք տեսնում, մենք տեսնում ենք պարզապես մի կարճ դրվագ այդ հատվածից։
Հիմա դա որակել թե մասնագետ դառնալու ասել, գիտեք, դիմադրություն չէր եղել, պետք չէր այդպես տանել, չեմ կարծում։ Ես պետք է ավելի զգոն լինենք, օրինակ ես քաղաքական գործիչ եմ, ես կարող եմ քաղաքական այսպես գնահատական տալ կամ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց այնտեղ արդեն գործողություն իրականացնող մարդը ինքը հստակ գիտի։ Այսօր Արեգնաց Մանուկյանին նման կերպ բերման չենթարկեցին, չէ՞, հարց առաջանում, երկուսին էլ բերման են ենթարկել, տարբեր ձև ինքը նստեց մեքենան, նաև այդ տեսագրությունը կա, ինչպես Արեգնաց Մանուկյանը նստում մեքենան, հանգիստ ինքը գնում ներկայանում։ Այստեղ տարբեր ընդ որում տանում են իրեն, որպեսզի դատարան ներկայանա, ես ոնց հասկացա հաղորդագրությունից այսպես։ Պես որ որակավորում տալը կարծում եմ սխալ է։ Եվ կա այսպիսի մի պնդում եւս, որ իշխանությունը հաշվեհարդար է տեսնելու ընդդիմադիրների նկատմամբ, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ այդպիսի տեքստեր հնչում են, որ բոլորն էլ պատասխան են տալու Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Դե եկեք հաշվեհարդար են, բոլորը վերագրում են քաղաքական հաշվեհարդարի։ Բայց եկեք մի բան հստակ ասենք, որ հանրային պահանջ էլ կար, որովհետև տեսեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի կարող շղթել այն հանգամանքը, թե օրինակ փողերի լվացում կամ խարդախություն հնարավոր չէ իրականացրած չլինի Ծառուկյանը, կամ ասենք այն մեղադրանքները, որ տարիներ շարունակ կան Քոչարյանի հանդեպ, ոչ մեկ չի կարող շղթի, հենց մեզ հասցեագրվող հիմնական մեղադրանքն եղել է, թե ինչի միջև հիմա Քոչարյանն ազատության մեջ է, կարողանում է ընտրությունների մասնակցել, հիմնական մեղադրանքը քաղաքական դաշտում, ժողովրդի հանրության շրջանում, ես որպես քաղաքական գործիչ կարող եմ հիմա գնահատական տալ, բայց իրավական առումով իհարկե իրավապահ համակարգը կորոշի ինչքանով է մեղսագրված այդ բոլոր հանցանքները իրապես հիմնավոր, ինչքանով երբ է հասնում դատարան ներկայացնելու կամ ձերբակալելու ժամանակը, պետք է ձերբակալել թե չէ, այս ամեն ինչը իրավական գործընթաց է։ Քաղաքական առումով բնականաբար հնարավոր է նման գործընթացներ լինեն, որովհետև բոլորն սպասում են այդ գործընթացների վերջո իրականացմանը։ Մենք միշտ ենք խոսել, որ ընդհանուր առմամբ բոլոր մեղադրանքները գալիս է մեր հասցեին, որովհետև մարդիկ մեզ են մեղադրում, թե ինչու արդարությունը չի վերականգնում, ինչու այսինչ մարդը չի պատժում եւ այլն, բայց մենք ինչ ենք արել, մենք թողել ենք, որ դատաիրավական համակարգը ինքնուրույն կայանա եւ իր գործողությունների համար կարողանա հստակ հիմնավոր հիմքեր ունենալ։ Ինչքան էլ որ մենք բոլորս գիտենք յուրաքանչյուրը ինչ է արել եւ ոնց է արել եւ այլն, բայց մենք քաղաքացիներ ենք, մենք քաղաքական գործիչներ ենք, մենք մեր գնահատականը կարող ենք տալ, նույնն էլ Ծառուկյանի գործի վերաբերյալ։ Այսինքն դուք կարծում եք, որ ամեն դեպքում Քոչարյանի, Ծառուկյանի կամ, չգիտեմ, գուցե նաև Սամվել Կարապետյանի դեպքում սա հանրային պահանջ է, որովհետև հանրությունը ձեզանից արդարադատություն է պահանջում։ Դե գիտեք, հանրությունը վաղուց է մեզանից արդարադատություն պահանջում, բայց ել եմ ասում, իրավական համակարգը պետք է որոշի այդ արդարադատության կայացման ժամանակաշրջանը եւ այլն։ Մենք ասում ենք, տեսեք, մենք այս վերջում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք ընտրակաշարք տալ, վերցնել, միջնորդելու վերաբերյալ, բայց ինչ էր ստացվում, երբ որ մենք ժամանակագրություն ենք նայում, նման հոդվածներ եղել են, պատիժները խիստ եղել են, բայց ոչ մի անգամ որևէ մեկի հասցեին վճիռ չի իրականացվել, ու դա խնդիր է, որովհետև մենք երկար տարիներ տեսել ենք, որ ընտրակաշարք բաժանել են, այդ հիմքով ընտրությանել են մասնակցել, վերցրել են, բայց դատական համակարգը ինչով է զբաղված եղել, որ միջև հիմա որևէ վճիռ չի կայացել, սա խնդիր է, ու մենք հասկացանք, որ մենք ճգնաժամ ունենք։ Երբեմն դա, այո, որովհետև մենք մեր դատական համակարգը միշտ ասել ենք, որ այս պահի դրությամբ ճգնաժամի մեջ է, այդ բարեփոխումները պետք է այնքան իրականացնենք, որ վերջապես դատարանները անկախ ինստիտուտ աշխատեն եւ կարողանան իրական վճիռներ կայացնել։ Տեսեք, մենք շատ հաճախ տեսնում ենք, որ Ռուսաստանում պարբերաբար աջակցություն են հայտնում Հայաստանի ընդդիմադիր տարբեր գործիչների, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, լինի դա Դմիտրի Մեդվեդևը, թե այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարություններ են անում ի աջակցություն կամ Սամվել Կարապետյանի կամ վերջերս օրինակ Գագիկ Ծառուկյանի, այս ամեն ինչը ինչպես եք դիտարկում։ Գիտեք, դժվար է դրսից դիտարկել ինչ գործողություններ են Հայաստանի ներսում եւ որակավորումներ տալ, բայց բացահայտ աջակցություն են հայտնում։ Ես չեմ կարող հիմա ասել, օրինակ, ինչի համար են իրենք որոշել, որ նման տեսեք, միջև հիմա շնորհավորանքներ չենք տեսել Ռուսաստանի Դաշնության կողմից այս ընտրությունների վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ նրանք մտածում էին, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսամետ ուժերը պետք է գան իշխանության,
մենք երբեք չենք ասել, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի հետ որևէ գործողություններ դադարեցնել կամ ընդհանուր առմամբ մենք էլ շատ լավ ենք տրամադրված եւ ինչպես գիտեք, վարչապետն էլ իր ելույթում այս վերջին այցի ժամանակ նշեց, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի ԵԱՏՄ-ում մեր աշխատանքները ակտիվացնենք, իրականում ՀԱՊԿ անդամ, ԵԱՏ անդամ, ԵԱՏՄ անդամ, ինչպես նաեւ համագործակցության վերաբերյալ միշտ բաց ենք եղել, բայց դե նախընտրելի գուցե ունեին ուժեր, գուցե չէ, հաստատ ունեին նախընտրելի ուժեր, որ իրենց համար ավելի կոմֆորտ կլիներ, որ այդ ուժերը հաղթեին, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը գիտի, որ իշխանության հետ է ճանապարհ անցնում։ Մենակ այն, որ արդեն Ռուսաստանից չկա շնորհավորանք բավական երկար ժամանակ, արդյոք դա չի հուշում հենց այն փաստի մասին, որ քաղաքացիական պայմանագիրը նույն Մոսկվայի համար, այսպես ասած, անցանկալի իշխանություն է։ Ես չէի ասի, որովհետև հանդիպումների ելքը այլ բան է ցույց տալիս, հանդիպումների ընթացքը այլ բան է ցույց տալիս, բայց պաշտոնական շնորհավորանք չկա, որովհետև մեր ընդդիմությունը մի կողմից ասում է, որ այս ընտրությունների արդյունքները ինքը չի ճանաչում, մյուս կողմից վերցնում է մանդատներ, այդ նույն ուժերը, որոնց որ դրսից, այսպես ասած, ավելի շատ են ոգևորված, որ իրենք լինեին իշխանություն։ Սա խոսում է այն մասին, որ ավելի շատ երևի ներքևից է ազդակ գնում, որ գիտեք, մենք բողոքարկում ենք, մենք հեսափոխոցային պայքար ենք սկսելու, մենք դատարանում, սահմանադրական դատարանում վիճարկեցինք արդյունքները եւ այսպես շարունակ եւ նրանք կարծես չեն այսպես վստահ, որ այս ընտրության արդյունքները վերջնական են եւ պետք է ի վերջո հաշվի նստել այս ընտրության արդյունքների հետ։ Թեպետ կարծում եմ բազմիցս համոզվել եմ, որ եթե լիներ որևէ խնդիր, կարծում եմ ժողովուրդն էլ կպայքարեր իր քվեի համար, բայց խնդիր չկար, սահմանադրական դատարանն էլ ընդունեց, որ խնդիր չկար եւ ընդդիմությունն էլ ընդունեց, որ խնդիր չկա, հետեւաբար սուսուփուս վերցնում մանդատները։ Իսկ առհասարակ ընտրության արդյունքը ձեզ համար գոհացուցիչ է, եթե հաշվի առնենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարվում էր, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնության հույս ունի։ Մենք բարձր նիշ ենք սահմանել, այո, եւ մտածում ենք, որ սահմանադրական մեծամասնություն կունենանք, ինչի համար, որովհետեւ մենք անընդհատ շփվում ենք մեր քաղաքացիների հետ եւ գիտենք մեր քաղաքացիների պահանջները ինչքանով են բավարարել, ինչ սպասելիքներ ունեին եւ ինչպես են արդարացել այդ սպասելիքները, սակայն հաշվի առնելով այն մասնակցության թիվը մեծ եղավ, տոկոսը քչացավ, բայց եթե համեմատենք 21 թվականի հետ, 26 թվականին մենք ձայների հաշվով ավելի շատ ձայներ ենք ստացել եւ դա մեզ համար շատ ոգևորիչ է։ Շարունակելու ենք նույն տեպով աշխատել եւ վստահ եմ հաջորդ ընտրություններին էլ ավելի լավ արդյունք կա, բայց ասել թե մենք գոհ չենք մեր արդյունքներից, չէ, բնավ, մենք գոհ ենք, հաշվի առնելով նաեւ այն ահռելի ռեսուրսը, որ մեր դեմ է գործարկվել, տեղեկատվական, ընտրակաշառքներ ու բացահայտ կերպով, կարելի է ասել բավականին այսպես մաքուր օրգանիկ ձայներ ունենք, ինչու մեզ մեծ ուժ է տալիս։ Բայց ձեզ չի մտահոգում Տիկին Ղազարյան, որ ամեն դեպքում ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է ընդդիմադիր ուժերի օգտին, ամեն դեպքում այնպես չի էլի, որ այդ կես միլիոնը բոլորը պետքա գնային ընտրակաշառք վերցնեն, չէ, այնտեղ կան մարդիկ, որ բնականաբար հենց առանց որևէ գումարի նախընտրել են այս կամ այն ընդդիմադիր ուժին։ Գիտեք, ես վստահ եմ, որ մոտավորապես 80%-ը այդ իմ կարծիքով 80%-ը կամ ուղղորդված դրսից բերված մարդիկ են, որի վերաբերյալ մենք եւս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք եւ հիմնական զեկուցողն էլ ես էի 4 падգամավորներով կին եւ նաեւ ընտրակաշառքով բերված մարդիկ են։ Մենք գիտեք շատ մի պարզ օրինակ էլ ձեզ հիշեցնեմ։ Հիշում եք Ավետիք Չալաբյանին, երբ որ Ռուսաստանի Դաշնության գործարարներին ասում էր, թե ինչպես ազդեն Հայաստանի Հանրապետության հայ համայնքի վրա, որպեսզի նրանք ուղղորդված գան եւ ընտրություն։ Այսինքն ահռելի ռեսուրս է օգտագործվել եւ այդ մարդիկ նույնիսկ չգիտակցելով ինչպիսի վնաս են հասցնում այսօր Հայաստանի Հանրապետությանը, եկան եւ քվեարկություն իրականացրեցին։ Մենք ականատես եղանք օդանավակայանում մարդիկ ինչպես են ասում, որ իրենց հետևանքներն ընդհանրապես հետաքրքիր չեն հրապարակում կամ իրենք եկել են ընտրեն ու անմիջապես վերադառնան, իրենց ընդհանրապես հետաքրքիր չի հետո հետևանքը ինչ կլինի։ Մտահոգությունս մենակ այս առումով է, որ դարձավ օրենսդրական նախաձեռնություն եւ հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, բայց նաեւ սա կարող էր չեմ կապում օրենսդրական նախաձեռնությունը հենց այս վերջին դեպքերի հետ, բայց դա էլ զգոնության այսպես խթան հանդիսացավ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ կարողանանք նման արատավոր երևույթների դեմն առնել, այսպես ասած։ Հենց այդ օրենսդրական նախաձեռնության առնչությամբ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի փոփոխությունները զրկում են Սփյուռքին
Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից։ Գիտեք, այն երկրներով, ովքեր ունեն մեծ սփյուռք, նման գոնեստորական նախաձեռնություններ ունեն, նման օրենքներ ունեն, որ քվեարկությանը մասնակցեն այն մարդիկ, ում ոչ միայն պայմանավորված բացառապես իրենց քաղաքացիություն ունենալու հանգամանքով, որովհետև քաղաքացիությունն էլ պետք է ունենա բովանդակային բնույթ, եւ մենք հենց նախաձեռնության հիմքում դրեցինք հենց քաղաքացիության ոչ միայն ֆորմալ հիմքով ընտրություններին մասնակցելը, այլ նաև բովանդակային հիմքով ընտրություններին մասնակցելը, եւ դա կարծում եմ ամենաճիշտ որոշումն էր, որ երբևէ կայացրել ենք, որովհետև նման երկրները, ովքեր ունեն մեծ սփյուռք, հետագայի համար կարող են լուրջ վնաս հասցնել, չհասկանալով։ Ես հասկանում եմ մեր հայրենակիցները բավականին շատ թե հայրենասիրությունն է մեծ, թե ներդրումն է Հայաստանի Հանրապետության, ես բնավ չեմ ուզում որևէ կերպ բան անեմ, արժեզրկեմ մեր սփյուռքի տրամադրությունը դեպի Հայաստան, դեպի հայրենիք, բայց այստեղ մի խնդիր կա, սփյուռքում ապրող հայրենակիցները ավելի շատ են ենթարկվում մանիպուլատիվ տեղեկատվության զոհ դառնում, այսպես ասած, այդ ապատեղեկատվության, որովհետև երբ որ ապրում ես այդ միջավայրում, հստակ գիտես քո անելիքը, այդ ամբողջ ազդեցությունը, իշխանության գործունեությունը եւ այլն։ Ես վստահ եմ եւ միշտ ասել եմ, ավելի ճիշտ է ընտրություն կատարում։ Տեսեք, դրսից եկած հայերի մասով ես չեմ կարող ասեմ բոլորը եկան ու ընտրեցին ընդդիմությանը։ Ես վստահ եմ, որ շատ-շատերն էլ եկան ու տեսան փոփոխությունը եւ ընտրեցին մեզ, բայց այն որ ուղղորդված ընտրություններ նաեւ այդ առումով եղել են, դա փաստ է։ Բայց եկեք անկեղծ լինենք, Տիկին Ղազարյան, որ առհասարակ կապ չունի մարդը ապրում է Մոսկվայում, Վլադիվոստոկում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, ի վերջո Հայաստանի ապագան պետք է որոշի Հայաստանի Հանրապետություն բնակվողը։ Եթե ես վաղը օրինակ տեղափոխվեմ որևէ այլ երկիր, ես չեմ կարող որոշեմ, թե այստեղ չգիտեմ, այս մարդը ում հետ պետք է ապրի կամ ով պետք է լինի այդ երկրի իշխանությունը։ Ընտրում է մարդը իր ճանապարհը, ապրում է այնտեղ, այսինքն թողեք թող այստեղ բնականաբար սա ժողովրդավարության արտահայտման ամենավառ գործոնն է, որովհետև տեսեք, նստում են այնտեղից ստատուսներ են գրում, սա ընտրեք, նա ընտրեք։ Այո, որովհետև գիտեք, հեշտ է դրսից խոսել եւ որոշել, թե մեր համար ինչն է լավ, ինչն է վատ։ Մեր համար պատերազմ թե խաղաղություն, որը ընտրել կամ որն է ճիշտ։ Գիտեք, հերվից այդ հայրենասիրական կոչեր հնչեցնել այնքան հեշտ է, երբ որ քո եղբայրը, քո որդին, քո ամուսինը, քո, չգիտեմ, քեռին սահմանին կանգնած չէ եւ այդ ամբողջ գործընթացին մասնակից չի կամ դու չես Հայաստանի Հանրապետությունում ապրում, որ հասկանաս, ասենք, առողջության ապահովագրությունը ինչքան կարեւոր է քո ընտանիքի տարեց մարդկանց հանդեպ, թոշակի բարձրացումն ինչքան կարեւոր է, մյուս գործընթացները եւ այլն։ Դժվար է դրսից հասկանալ, թե ներսում ինչ է կատարվում, հետեւաբար ամենաարդարացին այն էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրի իր իշխանությունը, կրի դրա համար պատասխանատվություն, ինչպես նաեւ իրականացնի վերահսկողություն, որ թե ես քեզ ընտրել եմ այս process-ի համար, խաղաղություն հաստատելու համար, հետեւաբար բեր ինձ խաղաղություն, ընտրել եմ այս գործընթացի համար, հետեւաբար տուր ինձ։ Սա է իրական ժողովրդավարությունը, սա է ճիշտ մոտեցումն ու արդարացի մոտեցումը, ես կարծում եմ։ Ես համաձայն եմ եւ այստեղ մի հարց էլ կա, Տիկին Ղազարյան, տեսեք, մենք ամեն դեպքում շարունակում ենք բախվել մի իրավիճակի, երբ հայկական ապրանքները մանավանդ հենց այս կարևոր սեզոնին դեպի Ռուսաստան արտահանման խնդիր կա, չնայած դրան զուգահեռ մենք տեսանք, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը սոցցանցի իր էջում լուսանկարներ հրապարակեց, տեղեկացնելով, որ հայկական ծիրանից ջեմ է պատրաստել։ Եվ գիտենք, որ եվրոպական շատ սուպերմարկետներում արդեն կա հայկական ծիրան եւ այլ մթերքներ, բայց այդուամենայնիվ ռուսական այս ճնշումը ինչպես եք բնութագրում։ Դե գիտեք, եկեք մի պահ վերացարկվենք ռուսական ճնշումից ու Ռուսաստանի մասին խոսելուց, բայց մենք միշտ ենք ասել, որ դիվերսիֆիկացիան մեզ համար խիստ կարևոր է։ Ինչպես արեցինք նաեւ անվտանգության առումով, նաեւ շարունակում ենք անել տնտեսության առումով։ Ինչքանով դա մեզ ստացվեց, մենք տեսանք, որ եթե որևէ ապրանքներ, օրինակ ծաղիկը, գյուղմթերքը որոշեցինք, որ արդեն գործընթացներ կիրականացվեն, որ գյուղմթերքն էլ Եվրոպա կտարվի եւ այլն, ճիշտ է, process-ներ միշտ են եղել ֆիտոսանիտարական հիմքով, երբեմն որոշ ապրանքներ թույլ չեն տվել, հետո թույլ են տվել, որոշ process-ներ են անցել, բայց մենք վաղուց էինք աշխատում, որպեսզի մեր ապրանքները, որոնք որ մենք արտահանում ենք, լինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել։ Եվ դիվերսիֆիկացիան այս առումով ինչով է կարևոր, օրինակ երեք տեսանք, որ Ռուսաստանը այլևս նավթամթերք եւ այլն չի արտահանելու որևէ երկիր։ Հիմա եթե մենք միայն կախվածություն ունենայինք այս առումով Ռուսաստանի Դաշնությունից, մենք կոնկրետ կոլապսի առաջ էինք կանգնելու եւ
չենք կարողանա նավթամթերքի խնդիր էինք ունենալու։ Այնպես որ ամեն առումով միշտ դիվերսիֆիկացիան մտքում ունենանք, հատկապես տնտեսության առումով, եւ ես կարծում եմ առաջիկա տարիներին հենց այս ուղղությամբ էլ աշխատելու ենք։ Սա նորմալ է, սա անկախության ամենակարևոր գործոններից նաեւ մեկն է, երբ որ կախվածությունը մի երկրից փոխում ես շատ երկրներից կախվածությամբ։ Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, նույն մեր արտադրողները պետք է այս դեպքում մտածեն, որ մի քիչ որակապես ավելի բարձրացնեն իրենց ապրանքները, որովհետև ներողություն, մեր գինին Իտալիայում կամ Ֆրանսիայում մի քիչ այնքան էլ մրցունակ չի լինի, ոչ թե մի քիչ։ Դե իհարկե, սա առաջին հերթին մեզ էլ է օգուտ, այսպես ասած, որ մեր արտադրողները հնարավորինս ջանք չեն խնայի, որպեսզի իրենց ապրանքը լինել էլ ավելի մրցունակ եվրոպական շուկաներում կամ աշխարհում լինի մրցունակ, որպեսզի կարողանան արտահանեն եւ դրանից կարողանան օգուտ ստանալ, շահ ունենալ եւ այսպես շարունակ եւ դա առաջին հերթին հենց մեզ է։ Մենք հետագայում կունենանք էլ ավելի բարձր որակի ապրանքներ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։